Ողջույն 24 News-ի եթերում Մարդիկ Արցախից հաղորդաշարն է, շարունակում ենք ներկայացնել Արցախյան իրական պատմությունները եւ բացահայտել Արցախի մարդկանց այսօրվա իմ հյուրը Արցախի պետական համալսարանի դասախոսներից Մարիաննա Խաչատրյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պիտի նշեմ, որ շրջափակման ընթացքում հաճախ ընկել հանդիպելիս ու միշտ լավատեսությամբ քիլել վարակելիս թե մս, թե ուսանողներին, արդյոք այդ լավատեսությունը իրական էր։ Գիտեք, երբ հիմա նայում եմ այդ օրերին, հասկանում եմ, որ լավատեսությունը ոչ թե ուղղակի պատահականություն էր, այլ մեր գիտակցված ընտրությունն էր։ Շրջափակումը ինձ համար մարդկային տեսակի ու կամքի փորձություն էր։ Իհարկե, կար տագնապ, մենք տեսնում էինք, որ օղակը օրեցօր սեղմվում է, հնարավորությունները դառնում էին ավելի ու ավելի սահմանափակ, բայց մենք ընտրել էինք, լռելիային պայմանավորվել էինք լինել լավատես։ Ու ուզում եմ մի խոստովանություն անել, շատերին թվում է, թե մենք դասախոսներս ենք ուսանողներին ուժեղացնում, բայց իրականում ամեն ինչ հակառակն էր։ Երբ մտնում ես լսարան ու տեսնում ես երիտասարդների, ովքեր շրջափակման պայմաններում, լույսի բացակայության պայմաններում ցանկանում են խոսել նորարարական տեխնոլոգիաներից, ստեղծել կազմակերպություններ, անել քննարկումներ, դու չես կարող լինել թույլ կամ վատատես։ Այդ ժամանակ մենք մի ապագայի մասին էինք երազում, որտեղ ներկան անգամ անորոշ էր։ Կարծում եմ դա մեր ներքին դիմադրությունն էր եւ հենց դա էր մեզ ուժ տալիս։ Ու քանի դեռ Արցախի պետական համալսարանի պատերը կանգուն էին եւ մենք իրար հետ էինք, մենք պայմանավորվել էինք լինել լավատես։ Ու դա մեզ օգնեց, որպեսզի մենք պահպանենք մեր մարդկային տեսակը, արժեքները եւ այն հոգու խաղաղությունը, որն ունեինք Արցախում։ Տեսեք, ես հատուկ չեմ նշել, որ Արցախի պետական համալսարանի նախկին դասախոսներից, որովհետեւ ինձ համար եւ կարծում եմ նաեւ յուրաքանչյուր արցախցու համար Արցախի ցանկացած թե պետական, թե մասնավոր կառույց դեռ շարունակում է գոյություն ունենալ, մինչեւ որ կրկին շենքային պայմանները մերը չդառնան։ Այնուամենայնիվ հիմա էլ եք փորձում լավատեսություն մտցնել ձեր խոսքի մեջ։ Կային պահեր, երբ որ մտածում եք, որ այդպես երկար շարունակվել չի կարող։ Իհարկե, տագնապահին պահեր շատ կային, բայց նորից եմ ուզում հատուկ շեշտել, որ մեր ուսանողները իրենց սովորելու անկոտրում կամքը, նորարարական միջոցառումներ իրականացնելու ձգտումը մեզ ուժ էին տալիս։ Մենք այլընտրանք չունեինք։ Կհիշեք որևէ հետաքրքիր դեպք կապված ուսանողների եւ շրջափակման հետ։ Իհարկե, դեպքերը, արկածները նաեւ շատ էին։ Ես ճարտարում էի բնակվում, ընտանիքս այնտեղ էր եւ աշխատում էի համալսարանում, երկու օջախներն էլ ինձ համար շատ կարեւոր էին ու ես փորձում էի միշտ գնալ, գալ, սպասում էի ուրբաթ օրին, որ գնամ ու հետո երկուշաբթի օրը վերադառնամ։ Ինչպես գիտեք, շրջափակման ընթացքում տրանսպորտի մեծ խնդիր ունեինք եւ հաճախ առավոտյան ավելի ճիշտ գիշերը ժամը 4-ին գնում էինք ավտոբուսի մոտ, որպեսզի գոնե կանգնելու տեղ լիներ, ժամը 7-ին կարողանայինք շարժվել։ Ու հերթական ուրբաթ օրերից մեկն էր, ցանկանում էի վերադառնալ ճարտար, մեքենա չկար։ Մի կերպ գտա մի մեքենա, որը ալյուր էր տեղափոխում ճարտար, որպեսզի հաց թխեին, ու ես ալյուրոտ պարկերի կողքին նստած, մի քիչ էլ կիսաբաց էր մեքենան, այդպես երկար ճանապարհ անցա հասնելով ճարտար, ու երբ մտա տուն, ալրաթաթախ, սպիտակած, ես նայում էի հայելուն ու մտածում էի, Աստված իմ, ընդամենը 2 ժամ առաջ ես ուսանողների հետ ոգևորված նորարարական տեխնոլոգիաներից էի խոսում, բայց իրականությունն այն է, որ նույնիսկ տեղաշարժվելու հասարակ կանոններ չկան։ Իդեպ կարող եք այդ ալյուրից մի բուր վերցնել, որովհետև այդ օրերին գտած էր, չէ՞ ալյուրը։ Իհարկե, բայց իրականում ամենահետաքրքիր դեպքերը հենց համալսարանում էին տեղի ունենում։ Դուք էլ եք լուսաբանել 2023 թվականին մեր միջոցառումները, ու գիտեք, այդ թվականին մի ուրիշ ուժ կար մեր ուսանողների մեջ։ Օրինակ, կառավարում 3-րդ կուրսի հետ մի նախաձեռնություն էինք սկսել, վիրտուալ կազմակերպություն էինք ստեղծել, ու իրենք այնքան էին ոգևորված, բրենդի անուն ընտրեցին, անձնակազմը բաշխեցին ու բեմականացմամբ ներկայացրին դա, կարծես թե իրականություն էր, ու իրենք ասում էին, որ հետո կուրսով կհավաքվենք, իրականություն կդարձնենք, կամ ֆինանսներ 3-րդ կուրսի հետ արհեստական բանականությանը նվիրված միջոցառում էինք արել, այն ժամանակ մի քանի ամիս էր, ինչ AI գործիքները դուրս էին եկել, շատերը չգիտեին, բայց մեր ուսանողները
ոգևորված ցանկանում էին այդպիսի իրականություն ստեղծել իրենց համար։ Իդեպ ես հիշում եմ գալիս էինք ձեզ մոտ նկարահանումների եւ պետք է ժամով հասցնենք, որովհետեւ շուտով լույսերը կանջատվեն եւ եթե չեմ սխալում մեկ անգամ առանց լույսի ենք նկարահանում արել, եթե ճիշտ եմ հիշում։ Նույնիսկ մեր միջոցառումների ժամանակ էր լույսը անջատվում, բայց դա խնդիր չէր լինում, որովհետեւ ուսանողները շատ ոգևորված էին։ Ինչպիսին էր սեպտեմբերի 19-ը ձեզ համար էլի համալսարանում էիք։ Այո, սեպտեմբերի 19-ին համալսարանում էի, այդ ժամանակ դասամիջոց էր, դեկանատում էի, գործընկերների հետ զրուցում էինք ու հանկարծ այդ ձայնը լսվեց ու այնքան ուժգին էր, որ մենք հասկացանք Ստեփանակերտն են արդեն ռմբակոծում, արագ ինքնակազմակերպվեցինք, ուսանողներին վերցրեցինք ու իջանք նկուղ։ Նկուղում սարսափելի իրավիճակ էր ստեղծվել, բացի մեր ուսանողներից, նաև կողքի դպրոցներից էին երեխաները եկել ու ծնողները խելակորույս այս ու այն կողմ էին մտնում, փորձելով հասկանալ որտեղ է իրենց երեխան։ Իսկ իմ ուսանողները նստել էին հատակին, լացում էին լուր։ Մեկի սիրածն էր դիրքերում, մյուսի եղբայրը, մեկը հորից լուր չուներ։ Ու ես որպես դասախոս այնքան անզոր էի զգում, չէի կարողանում նայել իրենց աչքերին, որովհետև պատասխան չունեի, ինչու այսպես ստացվեց։ Ու մենք ուղղակի իրար ձեռք բռնեցինք լուր, սպասելով, թե երբ այդ մղձավանջը կավարտվի։ Ինչպիսին էր պատերազմի գիշերը, որտեղ լուսացրիք այն։ Դա իմ կյանքի ամենասարսափելի գիշերն էր։ Ընկերուհուս տանն էի, ավելի ճիշտ նկուղում։ Իրենք միշտ կիսակատակ ասում էի, որ դուք իմ երկրորդ ընտանիքն եք, ծանր պահերին էլ իրենց մոտ եմ եղել, բայց ամեն դեպքում ես կարծես թե գոյություն չունեի, վախից դողում էի, որովհետև չգիտեի ուր է իմ ընտանիքը, ինչ վիճակում է, ու լույս չկար, կապ չկար, տվյալների փոխանցման աշտարակները ռմբակոծել էին, չէի կարողանում մերոնց հետ կապվել, հեռախոսս էր միակ հույսը, մարտկոցն էլ նստեր էր, մի կերպ լիցքավորեցի 2% ու երբ մտա Facebook, տեսնեմ ճարտարից ընտանիքիցս գուցե լուր կա, մի գրառում տեսա, որի մեկնաբանություններում ադրբեջանցիները գրում էին, որ մտել են ճարտարը, գրում էին ինչեր են արել բնակչության հետ, իհարկե ես գիտեի, որ հնարավոր է ուղղակի սադրում են, բայց այդ քաոսի մեջ չես կարող դու այդքան կամքի ուժ ունենալ ու ես ուղղակի դողում էի ամբողջ գիշեր։ Բացի դրանից նկուղի մարդիկ ինձ ճանաչում էին, գիտեին այդ իմ իրավիճակը եւ իրենք էլ էին լսել այդպիսի լուրեր, տագնապալից լուրեր ու շշուկով իրար հետ խոսում էին, բա ասում են Մարտունին էլ մերը չի ու ես այսպես ականջներս փակում էի, որ ոչ մի բան չլսեմ ու ամբողջ գիշեր ոչ թե չեմ քնել, այլ դողալով սպասում էի տեսնեմ լույսը բացվի, ինչ որ նորություն գուցե լսեմ։ Իդեպ նշեմ, որ ճարտարում վիճակը իրապես բավականին վատ էր եւ որքանով որ տեղյակ եմ, ճարտարը վերջիններից էր, որ հայաթափվեց։ Ձերոնք ինչպես հասան ձեզ։ Մենք այդպես էլ չհանդիպեցինք։ Մենք հանդիպեցինք արդեն Մայր Հայաստանում։ Ու ես մինչև այստեղ տեղափոխվելը այդ գիշեր հենց Ստեփանակերտ եմ լուսացրել, ես չեմ կարողացել գնալ իմ սենյակում գոնե մի գիշեր քնել, գոնե հրաժեշտ տալ իմ տանը, բայց ամենացավալին այն է, որ ես չկարողացա հրաժեշտ տալ հայրիկիս գերեզմանին։ Մեր գերեզմանը գտնվում էր Նահատակ Բերդի ստորոտին եւ այնքան խաղաղ էր այնտեղ, ու ես սիրում էի գնալ, լուր խոսել, խորհուրդներ հարցնել, ու շատ եմ ափսոսում, որ չկարողացա վերջին անգամ գլուխ խոնարհել, ծաղիկ դնել, հրաժեշտ տալ։ Ու այդպես էլ իմ տան գերեզմանների կարոտով ես եկա Երևան գոլեգայիս հետ, իմ շատ սիրելի ավագ ընկեր, մեր դեկան ընկեր Մանգասարյանի հետ։ Ու երբ եկա այստեղ, ես մի ամբողջ օր սպասում էի իրենց, որովհետև ես արդեն ապահով էի, բայց չգիտեի իրենք կարողանան այդ 3 օրը հաղթահարել։ Ու ես այստեղ հասկացա մեր հայրենակիցների այն անզորությունը, որ իրենք ունեն այստեղ, ունեին, լինել հեռվում ու ոչնչով չկարողանալ օգնել արցախցիներին։ Պատկերացնում եմ ինչպիսին էր ձեր հանդիպումը, երբ որ արդեն վերամիավորվեցիք եւ ապրումները ինչպիսին էին, Փառք Աստծո, որ իրար հասակ
Ամեն դեպքում ինչպիսին ներհրաժեշտ է Արցախին։ Երբ պատերազմի հաջորդ օրը կրակոցները խաղաղվեցին, ես դուրս գնացի, էլի հուսալով ինչ-որ տեղեկատվություն գտնել, հասկանալ ընդհանրապես ինչ է կատարվում և գնացի դեպի կառավարության շենք։ Ու գիտեք, ծիծաղելի է, բայց ես իմ մտքում այդ ժամանակ մտածում էի, բա որ անձնագիրս հետս չի ինձ բաց կթողնեն։ Այսինքն այնքան էի սովորել մեր կարգ ու կանոնին պետական, որ այդպիսի բան էր մտքովս անցնում, բայց երբ բացեցի կառավարության դուռը, այն տեսարանը, որը ես տեսա, մինչև հիմա մտքիցս չէր անցնում գյուղերից տեղահանված մարդիկ եկել ամբողջ միջանցքներով հատակին նստել էին փոքրիկ պարկերով, երեխաները ինչ-որ կտոր հացեր էին ուտում, այսպես լացակումած դեմքերով, ու ես այդ ժամանակ զգացի, որ մեր պետականության հիմքերը արդեն փշրվում են։ Բայց մի տեսակ չէի ուզում հույսս կորցնել։ Հաջորդիվ ես գնացի Արցախի պետական համալսարան, հույսով, որ այնտեղ լավ բան կտեսնեմ, որովհետև Արցախի պետական համալսարանը միշտ մեզ ջերմություն էր տալիս։ Ու երբ մտա մեր ամբիոնը, տեսա, որ այնտեղ լրիվ ուրիշ իրավիճակ էր կրկին։ Նախկինում, երբ մեր սեղանների վրա մենք մեր գիտական գրքեր, դասախոսություններն էինք դնում, հիմա բաժակներ էին, ափսեններ, փշրանքներ ու մարդիկ էին այնտեղ տեղավորվել, աթոռները իրար դրել ու որպես անկողին իրենց ծառայեցնում էր, որ մի քիչ հանգստանային։ Դա շատ հուսալքող էր։ Հետո ես դուրս եկա և սկսեցի քայլել Ստեփանակերտով 1։ Գիտեք, փողոցները այնքան մաքուր էին, ու մարդիկ դուրս էին եկել, ապակու կտորները մաքրում էին։ Ու նույն իրականության մեջ բեռնատարով խցիկում երեխաներն էին տարբեր գյուղերից տեղահանվել։ Ու ես էլի հարցնում էի, արդյոք գիտեք ճարտարը տեղափոխվել է թե չէ, ու ոչ մի դրական պատասխան չէի գտնում, բայց տեսնելով այդ ամեն ինչը, ես կարծես թե վերջնականապես հասկացա, որ սա արդեն վերջն է։ Ինչ եք վերցրել ձեզ հետ։ Ես ինձ հետ վերցրել եմ իմ հիշողությունները, իմ ապրած կյանքը, արժեքները, որ ստացել եմ Արցախում լինելով, և այստեղ փորձում եմ այդ ամեն ինչը հաշվի առնել և առաջ գնալ։ Սերը, ջերմությունը, որ ստացել եմ Արցախից։ Իդեպ այս ընթացքում եւ արցախցիների տեղահանումից ի վեր ձեզ կարելի է տեսնել տարաբնույթ միջոցառումների շրջանակում, որտեղ արցախցի հատկապես կանանց անվճար դասընթացներ եք կանանց համար անվճար դասընթացներ եք կազմակերպում։ Արդյոք այդ ամենից հետո արցախցի կանայք ունեն ուժ նորը սովորելու եւ նորը արարելու համար։ Այո, ճիշտ եք նկատել, Հայաստան տեղահանվելուց հետո ես վերապրոֆիլավորվեցի եւ խորացա արհեստական բանականության մեջ, եւ մենք տարբեր դասընթացներ ենք իրականացնում արհեստական բանականության, հատկապես կրթության ոլորտի մասնագետների համար, ու այս 1 տարվա ընթացքում մեր կրթական կենտրոնը համագործակցում էր Սերտ կայուն զարգացման հայկական հիմնադրամի եւ Արև Society-ի հետ։ Այս երկու կառույցները 2020 թվականից ի վեր շատ ծրագրեր են իրականացրել արցախցիների համար, դրամաշնորհային դասընթացներ եւ 1 տարվա ընթացքում, օրինակ մեր մասով ասեմ, մոտ 200 արցախցի կին վերապատրաստվել է արհեստական բանականության մասով եւ 1 ընթացիկ խումբ էլ 50 հոգանոց հիմա ունենք, եւ ես շատ եմ ուրախանում, որ տեսնում եմ արցախցիները չեն կոտրվել, իրենք այնքան ոգևորվածությամբ են այդ գործիքները սովորում, կիրառում, իրենց նոր սկսվող բիզնեսների մեջ սկսում կիրառել կամ երևակայել ինչեր կարող են անել եւ դա ինձ ուրախացնում է ու ես ակամա հիշում եմ իմ ուսանողներին այդ նույն ոգևորվածությունն էր։ Դա շատ ուրախ է, որ արցախցիները գիտակցում են, որ պետք է այստեղ շարունակաբար ինքնակրթվենք։ Արդյոք Հայաստանի Հանրապետությունում ստեղծված են բարենպաստ պայմաններ, որպեսզի արցախցիները իրենց ներուժը, պոտենցիալը օգտագործեն ի շահ Հայաստանի Հանրապետության։ Ես կարծում եմ, որ պայմանները կան ու ներուժն էլ հսկայական է։ Ուղղակի մենք պետք է ավելի կառուցվածքային ձևով մտածենք, այլ ոչ թե էմոցիոնալ,
Այստեղ Հայաստանում աշխատանքի շուկան լրիվ տարբեր է։ Մեզ մոտ պետական համակարգն էր զարգացած, որը ենթադրում էր կայունություն։ Այստեղ բիզնես ոլորտը իր կանոններն է թելադրում ու լինել ուղղակի խելացի կամ լավ աշխատանքային ստաժ, անցած կյանք ունենալը շատ կարևոր է, բայց դեռ չի բավարարում գործատունների պահանջին։ Այսօրվա գործատունները ուզում են աշխատանքի ընդունել անձանց, ովքեր բացի այդ փորձից ունեն նաև հմտություններ բարձր տեխնոլոգիաների, անգլերենի, ինչու՞ չէ նաև միջև ճկուն հաղորդակցություն։ Ու իմ կոչն է արցախցիներին, որպեսզի մենք մեր մտքում երբեք համեմատություններ չանցկացնենք, մենք ինչ էինք անում Արցախում հիմա, ինչպիսի իրավիճակում ենք, մենք պետք է գիտակցենք, որ լրիվ նոր իրականությունում ենք եւ պետք է ընդունենք, որ անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է սկսել զրոյից եւ չվախենալ, անընդհատ ինքնակրթվել ու առաջ գնալ։ Շատ բարի եւ տեղին խորհուրդ էր իհարկե։ Ինչն եք ամենաշատը կարոտում Արցախից։ Ենթադրում եմ ինչը, բայց ես շատ եմ կարոտում իմ տունը եւ իմ ուսանողներին եւ մինչեւ հիմա էլ պահում ենք կապը, իրենց հաջողություններով ուրախանում ենք եւ դա մեզ ուժ է տալիս։ Որտեղ կուզենայիք հիմա լինել ճարտարում։ Իհարկե։ Ինչ կուզենայիք ասել Արցախին, որ չեք հասցրել ասել կամ գուցե կասեք, երբ որ վերադառնաք։ Ուզում եմ ասել, որ Արցախը մեր արժանապատվության ամենաբարձր նշաձողն էր։ Արցախի շնորհիվ մենք հասկացանք, որ պետք է լինել ուղղամիտ, արդար եւ չտրվել դժվարություններին։ Եվ ես ուզում եմ, որ Արցախը իմանա, որ մենք այն ամենին, ինչին կհասնենք, դրա հիմքում ինքն է, որ մենք մեզ հետ վերցրել ենք ամենամաքրամաքուր զգացողությունները, որ ունեինք Արցախում եւ մեր ձեռքբերումներով ապացուցելու ենք, որ Արցախը ծնել է ստեղծագործող ու պայքարող մարդիկ, ու Արցախը կա ու կլինի մեր բոլոր ձեռքբերումների ու նորի սկզբում։ Կա արդյոք վերադարձի տեսլական։ Ես փորձում եմ վերադարձին էմոցիոնալ տեսանկյունից չնայել, որովհետև հավատում եմ, որ տուն տանող ճանապարհը սկսվում է այսօր եւ հիմա, եւ մեր վերադարձը ոչ թե նվեր է լինելու, այլ պետք է լինի նպատակակետ, որին մենք պետք է ձգտենք ստեղծելով, արարելով, ինքնակրթվելով։ Եվ հավատում եմ, որ այդ դեպքում միայն մեր ձայնը կշիռ կունենա։ Ինչ դաս տվեց ձեզ գաղթը։ Գաղթը ինձ սովորեցրեց, որ ինչքան էլ որ դժվարություն լինի, մենք չպետք է կոտրվենք։ Սովորեցրեց, որ մեր մարդկային տեսակը առաջնայինն է, մեր ձգտումները, մտածելակերպը, եւ որտեղ էլ որ մենք լինենք, մենք այդ բոլոր արժեքները պետք է առաջնային տեղում լինենք, պահպանենք մեր արցախցու տեսակը ու միաժամանակ ինքնակրթվենք, դրան գումարենք նոր գիտելիքներ եւ առաջ գնանք հուսալով, որ եթե կարողանանք զարգանալ, առաջ գնալ, հետո երբ վերադառնանք, այդ ամենը կծառայեցնենք իշահ Արցախի զարգացման։ Երբ որ վերադառնաք, որտեղ եք առաջինը գնալու։ Ստեփանակերտով կմտնենք, ամեն դեպքում Արցախի պետական համալսարանը կմտնեմ, հետո արագ կգնամ տուն։ Ճարտար։ Այո։ Շնորհակալ եմ անկեղծ զրույցի համար, շնորհակալ եմ, որ հատուկ հաղորդման համար եկել հասել եք Երևան։ Հուսանք, որ Արցախում կրկին կհանդիպենք։ Մեծ հույսով ձեզ եմ շնորհակալ հրավերի համար, թող մեր հաջորդ հանդիպումներից մեկը լինի Արցախում։ Շնորհակալ եմ։ Դե ինչ, այսպիսին էր մեր այսօրվա հանդիպումը, հուսանք եւ վստահ լինենք, որ ճանապարհը մեզ մի օր Արցախ է տանելու։